իշխանությունը իր սրիկա գործունեությամբ մեծ ավերակներ է ժառանգություն թողնում։ 150,000 մարդ բան, փախստական, Հայաստանի թիկունքը բաց, Սյունիքը վտանգված, Հայ ժողովրդի 30-ամյա պայքարը, 30 տարվա պայքարը տարակ գցեցիք ջուրը։ Այդ դրա համար չեն կրակում։ մենք հիմա ժողովրդով sense մի հատ ուղղությամբ գնում ենք, որտեղ անդունդա։ Թուրքիան եւ Ադրբեջանին ձեռնտու է, որ այս իշխանությունը վերընտրվի։ Հայաստանը համաձայնվել է Ադրբեջանի բոլոր պահանջներին։ Հիմա Հայաստանում կա մի իշխանություն, որը ամբողջ աշխարհին ցույց է տալիս, որ ինքը պատրաստ չի պաշտպանել երկիրը։ 4 հանրապետություններ լինելու Ալիևի եւ Փաշինյանի ստեղծած հանրապետությունը, որտեղ պետք է ապրեն հայերը եւ ադրբեջանցիները։ Նիկոլ Փաշինյանը գաղափարներ, իզմեր, արժեքներ չունեցող մարդ է։ Կասկածում ես, որ եթե պետք է լինի Նիկոլը մեզ կմցնի միութենական պետության մեջ։ Եթե հանուն իր իշխանությամբ պետք է լինի, կմցնի։ Ընկերներ, ողջույն, պլատֆորմ ոդկասթը շարունակում է իր հրաշալի աշխատանքը։ Այսօր մի հատ նուրբ թեմայի մասին եմ ուզում խոսենք, կամ առնվազն մեր խոսակցությունը սկսենք դրանից, եթե պարոն Մարուկյանը դեմ չի։ Այս թեման ինձ շատ է տանջում, անդադ սրա մասին մտածում եմ։ Մոտավորապես sense վերնագրենք պատրաստ թե խաղաղություն, ունենք մի հատ իշխանություն, որը Հայաստանի Հանրապետության պատմության ընթացքում, միգուցե հայ ժողովրդի պատմության ընթացքում, եթե վերցնենք մի իշխանություն, ամենաշատ պատրաստն է բերել ժողովրդի գլխին, անցած անգամ էլ ասեցինք 4, 5, 6 մեծ եւ փոքր ռազմական բախումներ է բերել մեր գլխին, ինչի արդյունքում, ինչի հետևանքով մեծագույն կորուստներ են ունեցել, ռազմաքաղաքական կապիտուլյացիայի են ենթարկվել, ի վերջո Արցախի հայաթափումով եւ Արցախի կորստով։ Եվ հիմա այս նույն իշխանությունը պացիֆիստական մորթի է հագել ու մեր ժողովրդին ամենօրյա ռեժիմով շանտաժի են ենթարկում։ Ամեն մի քննադատությանը արձագանքում են այսպես, բան, ինչա պատերազմ եք ուզում։ Եթե մենք գնանք պատերազմ կլինի, եթե մենք գնանք խաղաղություն չի լինի։ Չգիտեմ, մեկը համարձակվում է բերանը բացի, ասի Ալիևի աչքի վերևը ունք կա, ասում են, դու պատերազմ ես ուզում, պատերազմ կլինի, խելոք մնացեք։ Չգիտեմ, այս մեր բոլոր միակողմանի զիջումները արդարացնում են պատերազմի բացառմամբ եւ խաղաղության երկնային Երուսաղեմի խոստումով, հա։ Եվ սա ինչ որ մատ փակուղի է դարձել ու մեր ժողովրդին արգելափակել են ինչ որ մատ անբարոյական շղթայի մեջ ու շահարկում են անդադ որդիների զոհվելը, եղբայրների, ամուսինների զոհվելը, շահարկում են մարդկային կյանքը, չգիտեմ որտեղից իրենք սկսեցին մարդկային կյանքի մասին, տենց մտածել, ինչպես ասացի, ամենաշատ ռազմական բախումները իրանց են բերել։ Եվ հիմա որ էլի բերաններս բացում ենք, որ խոսանք, ասում ենք, ասենց ում որդիների կյանքի հաշվին եք դուք հիմա sense բաներ խոսում, չէ՞ որ կարող է պատրան լինել։ Առաջին հայացքի սա տրամաբանական դատողություն է, առաջին հայացքից, որտեղ դե խաղաղասեղանին մարդկային կյանքն է եւ ի վերջո որևէ բանական մարդ երբևէ չի ասի, հա, ես ուզում եմ ինչ-որ մեկի որդու զոհվելը։ Բայց եթե հարցը դիտարկում ենք այլ տիրույթում, տեսնում ենք, որ սա, չգիտեմ, էլի անբարոյական պոպուլիզմ է, որովհետև եկեք խոստովանենք, որ մարդկության պատմության ընթացքում հայերը չեն հորինել պատերազմ երևույթը, դա մենք չենք ստեղծել, հայերը շատ բան են ստեղծել աշխարհի տարբեր հատվածներում ապրելով, շատ գյուտեր են արել, բայց պատերազմի գյուտը հայերին չի պատկանում։ Թող հայերը կամ Հայաստանը պացիֆիստ դառնա, պացիֆիստական դառնա վերջինը։ Կամ նախավերջինը, կամ ինչ-որ մեջտեղները։ Ինչի եք ուզում մեզնից սկսել։ Չէ, այսինքն քո ասածն այն է, որ հիմա այս ընթացքում անդադար քարոզվում է, որ արդեն 1 տարի է, ինչ որտեղ տեսա որ 2 տարի է, հա, սահմանին կրակոց չկա, սահմանին թշնամու գնդակից զոհեր չկան, եւ ահա խաղաղությունը եկել է։ Եվ այդ խաղաղությունը եկել է։ Դա ամենասրիկա պնդումն է, որ իրանք դա որպես նվաճում են ներկայացնում, ասում են, տեսեք 1.5 տարի կրակոց չկա սահման։ Սրիկայություն է դա։ Համաձայն եմ, բայց այդտեղ նաև շանտաժի կոմպոնենտ կա, որ ահա դա մեր շնորհիվ է։ Այսինքն ահա մեր շնորհիվ խաղաղություն է այլևս հաստատված, եւ երբ որ դու ասում ես, որ պետքա ոնց եղավ որ Հայաստանը պացիֆիստ պետքա դառնա, հա, այդպես կոպիտ ասած, այստեղ շատ կարևոր բան կա, որ մենք
ինչ ենք մտածում, որ ոչ թե Հայաստանը պացիֆիստ է դարձել, նա Հայաստանը ընդունել է կամ փողոցի լեզվով ասած վիզա առել, որ տարածաշրջանի կոնֆլիկտային երկիրի ինքն է եղել Հայաստանի իշխանությունները ինքն իր դեմ ցուցմունք տալու շրջանակները ինքն ընդունելու որ ինքը նացիստական է, որովհետև իրեն ասում են դու նացիստական ես, ինքը չի պատասխանում, հա։ Հետեւաբար հետևանքներ պետքա դա ունենա մեր պետության, մեր ժողովրդի համար, մենք պետքա ասենք, չգիտեմ, գրանք բան հարկ վճարենք, բան անենք, որ նացիստական ռեժիմ ենք եղել 30 տարվա, եւ ընդունում է որ ինքն է եղել կոնֆլիկտայինը, ու սկսում է ասում է ես եղել եմ կոնֆլիկտայինը, ես խաղաղություն եմ հիմա ուզում, այլ կոնֆլիկտային չեմ, ու մինչև եթերը սկսվել է, ես ուզում եմ ասել որ Կարպիսը ինձ հարցնում է, ասում է ի՞նչն է պատճառը, որ օրինակ հիմա պատերազմ չկա օրինակ, կամ պատերազմ որն է, ասենք, ի՞նչն է պատճառը, որ հիմա չեն կրակում, կոնֆլիկտային չենք համարվում, ասում եմ Հայաստանը համաձայնվել է Ադրբեջանի բոլոր պահանջներին։ Այդտեղ հաջորդ հարցն է առաջանում։ Բայց եղբայր ինչի՞ չէր մինչև այդ համաձայնվում, որ հիմա համաձայնվել։ Իմ պատասխանը հետեւյալն է, որ մինչև այդ Հայաստանը փորձում էր պաշտպանել իր իրավունքները անկեղծ։ Նաև Նիկոլ Փաշինյանի օրոք է փորձել պաշտպանել իր իրավունքները։ Հետո ոնց է եղել, որ Նիկոլ Փաշինյանի նույն ադմինիստրացիան ինչ որ պայծած ասել ախ բերել մեր իրավունքները չենք ուզում պաշտպանենք։ Ես հրաժարականի դիմում եմ ներկայացրել 24 թվականի փետրվարի 28-ին կամ 26-ին, մոտավոր եմ հիշում հիմա օրը, բայց ինչ է տեղի ունեցել։ Այդ ժամանակ Հայաստանը, մինչև այդ ժամանակ, Հայաստանը իր շահերը փորձել է պաշտպանել։ Դրանից հետո ուղիղ 1 տարի առաջ հունվար ամսին Հայաստանի Հանրապետությունը մի օրում ընդունել է Ադրբեջանի պահանջների բոլոր կետերը։ Այսինքն մինչև այդ Կարպիս մենք ֆիքսենք էլի։ Քանի որ հիմա էլ գաղտնիք չկա այդ մասով բացահայտված է։ Բոլոր այն կետերը, որոնք Հայաստանը չի ընդունել, Ադրբեջանը շարունակել է պնդել։ Եվ այդ բանակցությունը շարունակվել է։ Հայաստանը ինչ որ պահի առողջ արտնացել է, ասենք Փաշինյանը վստահ եմ, ինքնավորոշ է, ժողով արի ընդհանրում է, եւ ասել է ժողովուրդ ջան, ինչի չենք համաձայնվում օրինակ SSS կետերին, եկեք սաղ այս կետերին համաձայնենք ու պայմանագրի նախագիծ ուղարկենք հետ։ Անակնկալ ենք իրանց էսա անելու, ու Ադրբեջանը տեսել որ Հայաստանը տոտալ ձեռքերը բարձրացավ, մենք հանձնում ենք, մենք մեր իրավունքները չենք ուզում պաշտպանենք։ Դրանից հետո Ադրբեջանը սկսել է անել հաջորդ բանը։ Հիշում ես որ սահմանի վրա կրակում էին, այդ համաձայնվելուց հետո երկար կրակում էին սահմանի վրա։ Ադրբեջանն ասել այսի բավարար չի։ Դու համաձայնվեցիր, այս փուլը սաղ ընդունեցիր, բայց պետք է մեզ տաս միջանցք։ Դու ժամանակին միջանցք չէիր ուզում տաս Ղարաբաղ ունենալով, հա, Ղարաբաղը քո ձեռքին։ Պարզարուսները կանգնած էին այնտեղ, բայց Հայաստանի փողն էր պատտվում, Հայաստանն էր վերահսկում քաղաքական իմաստով։ Քաղաքական իմաստով Հայաստանի տակ էր։ Եվ այդ պայմաններում լաչինի միջանցք ունենալով չէր ուզում տաս միջանցքը, հիմա առանց Ղարաբաղի, առանց ճանապարհի վրա ռուսների ու առանց որևէ մեկի, պրոստը ինձ պետք է տաս միջանցք ու ոչ ոքի ես այդ ճանապարհի վրա չպետք է հանդիպեմ։ Լսում եք ինչ եմ ես ասում։ Չգիտեմ կարող եք ասել արա կամ չի ասել, բայց լսում եք ինչ եմ ես ասում, հազար անգամ Ալիևի բաներում կա։ Եվ Հայաստանը մտածել է ոնց սրան համաձայնվի, պատտել են, արդեն բոլոր տվյալները կան, որ ամերիկյան էս թեման լոբինգ արվել Ադրբեջանի միջոցով։ Այս թեման բերվել է, որ դա կարան կանենք ամերիկյան Թրամփի անունով եւ այլն, որը Հայաստանում, ներհայաստանյան կյանքում մեղմ կանցնի։ Այսինքն միջանցք առանց ոչ մեկի, դիմացը ոչ մի բան դու չես ստանում, բայց այդտեղ խոսանք, որ Հայաստանում ներդրումներ կնի ճանապարհ Թրամփի անունից է, բաս այս բաներ, բայց միջանցքը տրվել է։ Ու հիմա այդքանից հետո անդադար խոսել, որ ժողովուրդ ջան, նայեք չեն կրակում, բանը եղբայր ես հարց ունեմ, այդ 18 թվին որ եկել էր դարելես վարչապետ։ Գնայր սա հանձնեիր ներ խաղաղությունը 4000 մարդն չէր զոհի։ Քիչ ես գնացե հանձնե։ Իրա պատասխանն է նա, որ այդտեղ սա հանձնելու մասին չէր խոսքը բնականաբար այդտեղ գրոտեսկ են կանում։ Խոսքը գնում էր այն ժամանակ 5 շրջանների եւ պլանի մասին խաղաղության։ Քիչի արե, ասում եղել եմ հայրենասեր։ Իսկ եղել է հայրենասեր, չի արե, ժողովուրդ ջան, հիմա ասում ախպեր ջան, էլի հայրենասեր եմ, ուրիշ ձևի հայրենասեր եմ հիմա էլ։ Հա։ Ու հիմա օքեյ չեն կրակում ժողովուրդ։ Շատ Կարպիս էս հարցը ինչա բարձրացնում։ Ոչ թե ուզում որ կրակեն, հարցում ասում լավ էս կան չեն երեսներովս տալիս։ Երեսներովս են տալիս այդ այսպես կոչված
իրանց ասած խաղաղությունը խի, որովհետև ինչ ուզել են մեզանից տվել ենք եւ շարունակելու ենք տալ, Ալիևը Մյունխենում հարցազրույց տվեց Ֆրանս 24 լրագրողին եւ ասեց, որ Հայաստանը գիտի հերթականությունը ինչ պետք է անի էլի, պետք է գնա իր սահմանադրությունը փոխի եւ Փաշինյանն էլ այդ ժողովի ժամանակ հայտարարեց, որ 4 հանրապետություն եմ ստեղծում։ 4 հանրապետությունն էլ որպես Հովիկ Աղազյանին շատ հարգող մարդ, Աղազյանի իդեան եմ ասում, որ 4 հանրապետություններ լինելու Ալիևի եւ Փաշինյանի ստեղծած հանրապետությունը, որտեղ պետք է ապրեն հայերը եւ ադրբեջանցիները։ Հիմա գնում ենք սրան ժողովուրդ ջան, դրա համար չեն կրակում, ինչ եք ուզում։ Հիմա երկու տարբերակ կա, պատկերացնենք անապատ, ինձ Կարպիսին ստեղ կան 3 մեր հարգարժան օպերատորները, մասնագետներ են նստած հենց հիմա, 5 հոգի ենք ընդհանուր։ 2 հոգի ավտոմատով անապատով մեզ տանում են, որ ինչ որ մի դրվագը մեզ գնդակահարելու են, ֆիքսեք։ Կամ այդ որ փոսի մեջ են հրելու մնելու են, կտե ու տեպտի մեռնենք։ Այդ ընթացքում Կարպիսը հարցնում ասում, խի չեն սրանք մեզ գնդակարում, ասում են, որովհետև խելոք գնում ենք Կարպիս։ Ասում բա խեն անդադասում տենեմ եք, ձեզ չեն գնդակարում, ասում որովհետև խելոք գնում ենք։ Եթե հանկարծ մենք փորձենք մեզ պաշտպանենք, այստեղ կռիվ կառաջանա։ Հիմա էս է Հայաստանի սիտուացիան, ժողովուրդ, ուզում եք ընդունեք, չեք ուզում մի ընդունեք, այսինքն մենք հիմա ժողովրդով sense մի հատ ուղղությամբ գնում ենք, որտեղ անդունդա։ Այդ ճանապարհին, քանի որ մենք չենք դիմադրում, որ գնում ենք անդունդ, մեր վրա չեն կրակում։ Հիմա եթե սաղս օքեյ ենք, որ այդ ճանապարհին մեր վրա չեն կրակում, օքեյ, դա այդ ճանապարհն եկեք գնանք ինչ անենք։ Այստեղ է խոսակցությունը։ Եվ այս քարոզարշավը հետ գալով ընտրություններին ես ուզում եմ նաև այստեղ նախընտրական երկու բան ասենք ես ու Կարպիսը մենք չենք խոսալու են նրա մասին ժողովուրդ որ բանը օրինակ ես չգիտեմ ես ծրագիր ներկայացնենք մենք որ թոշակները այսքան կբարձրացնենք ժողովուրդ ջան ասենք Հայաստանը կործանում են հիմա այդ բոլոր քաղաքական ուժերը խոսում են որ Հայաստանը կործանվում է ընդդիմադիր նկատի ունեմ էլի դրանից հետո այդ ասելուց հետո գնում են Գյումրի ասում են տնական ավանները կվերացնենք գնում են Վանաձոր ասում են խիմզավոդը կկառուցենք գնում են Գորիս ասում են չգիտեմ ինչ կանենք բան չի ընկալվում ժողովուրդ ջան եթե Հայաստանը կործանվում է այն մարտահրավերություն չկա մենք դոմիկներ ենք ապրել թե շենքերում այսինքն մենք խոսալու ենք այդ կործանման մասին իմացեք գիտեք իմ համար ինչն է ամեն ինչ շատ ծաղելին իշխանությունը մոտ փակուղային խոսույթ առաջնային պլան մղել պատերազմ թե խաղաղություն բարձր այս պայմաններում այս իրավիճակում Ինչի որ Հելենս ասես պատերազմ ընդդիմադիրների մասին է խոսքը եւ իրանց թշվառ արդարացումները Չէ մենք պատերազմ չենք ուզում մենք էլ ենք խաղաղություն ուզում բայց մենք ավելի լավ խաղաղություն ենք բերելու Օրինակ ես ու Կարպիսը մի հատ հայտնի դրվագ ունենք ես ոդկասթներից մեկում որտեղ ես ու ինքը իրար հետ սկսում ենք վիճել Հայաստան-Թուրքիա սահմանի վերաբերյալ Ժորժ ջան հիմա ամբողջ օպոզիցիան ասում է Հա մենք ենք ուզում այդ Թուրքիայի ժամանը բացվի, սա հետ են ասում, 30 տարի կոդավորվել է մեր գլխի մեջ, հա հասկանանք խենք ուզում, ինչի բան ենք ուզում, եւ եթե այդ ժամանը բացվելու համար պետքա մենք ասենք, չգիտեմ, մեր պետության ամբողջ ինչ որ բաները զիջենք, ես չեմ ուզում բացվի այդ ժամանը։ Ես մի բան ուզեմ ասեմ պետքա նաեւ այս իմաստով երևա էլի որ մեր մոտեցումները տարբերվում է իշխանության եւ մյուս ընդդիմադիրների մոտեցումներից Կարպիս։ Ես այս հարցի մասին մտածում եմ հիմա անդադ մենք փորձում ենք այդ ներկա նախկին քայքայիչ խոսակցությունը փակենք, չէ՞։ Բայց չի փակվելու, չի փակվելու, բայց այնուր մտածում եմ ասում որ մենք գանք իշխանության։ Իսկ մենք ուզում ենք գանք իշխանության։ Այդ նախկինի թեման ոնց ենք փակելու ու ես Եկա եզրակացությանը, որ ինչ-որ դրվագներով մենք չենք կարողանալու դա փակել, որովհետև ռուսերեն մի հատ միտք կա, «Vyžitая земля»։ Մենք չենք կարողանալու չարարեսվել այն իրականության հետ, որ այս իշխանությունը իր սրիկա գործունեությամբ մեզ ավերակներ է ժառանգություն թողնում։ Չես կար։ Հայաստանի ռազմավարական վարչությունները զիջված են։ Հայաստանի Հանրապետությունից 250 քառակուսի կիլոմետր հենց հիմա օկուպացված է։ Ադրբեջանը ասֆալտ արել է, Եվ դրանք մեր ռազմավարական բարձունքներն են։ Թուրքերը, թուրք փորձագետները հեգնանքով նկատում են այնօր լսում էի։ Ասում են հայերը մեզ տվեցին միջանցքը, որը անվանվեց ԱՄՆ նախագահ Թրամփի անունով։ Հիմա ինչքան պետք է անբարոյական լինես, որ գաս նստես Արցախի դիակի վրա ու ասես Ժողովուրդ ջան, ինչ լավ է, չեն կրակում, որովհետև հայ ժողովրդի 30-ամյա պայքարը, 30 տարվա պայքարը տարակ գցեցիք ջուրը։ Այդ դրա համար չեն կրակում։ Ուրացվում է ամեն օր։
Ես մի քանի անգամ ասել եմ, էլի ինձ մի մարդ է պատմել, այստեղ պատմում եմ։ Հիկմետ Հաջիևը 2017 թվականին, Հիկմետ Հաջիևը որ չգիտի, Ալիևի օգնականն արտաքին քաղաքական հարցերով շատ կարևոր մարդ է։ Արտգործնախարարից մեծ ազդեցություն ունի։ Մի համալսարանում դասախոսություն ունենում 17 թվականին։ Ու ասում է, եթե հողերը մեր չտան, ու այդ ժամանակ ինքը նկատի ունեմ 5 շրջաններ է, էլի, դե տենց ով հույս ուներ, որ ասես բան կարալի։ Ասում է, եթե այդ 5 շրջանները չտան, խաղաղության պլանը չիրականացվի, բան մենք ուզում ենք դες դեն, հա մենք պատերազմով էդի հետ ենք վեկալելու։ Դե այնտեղ ասում են, դե լավ, դե ոնց բան է բան։ Ասում է, բայց ասում է, այդ դա էլ չի այդքան կարևոր, ասում է, կարևորը գիտեք ո՞րն է, ասում է, այնա որ մենք կարողանանք հասնել նրան, որ հայ ժողովրդի գլխի մեջ իրանք մտքով փոխվեն, ու սկսեն իրանք մեղադրել, սկսեն իրանք մեր նարատիվները ասել։ Հիմա, որ ասում է Ղարաբաղը թոգեր մեր վզին, իմպերիաներ դրել մեր վզին, մենք հանգիստ ապրում ենք ադրբեջանցիների հետ, մենք էս ենք անում, մենք են ենք անում։ Բան դա ադրբեջանական նարատիվներ, որ մտցնում են մեր գլխին։ Կամ որ ասում են ցեղասպանության 1.5 միլիոն զոհերի անուններն ենք մանգալի ենք Քոչարյան Անդրանիկն ուրա, չնայած այնքան անկեղծացավ, ասավ վարչապետն ուզում իմանա, հետո ճնշեցին հրաժարվեց, ասավ չէ, դա իմ միտքներ, բայց բարձր վարչապետներ ուզեմ, հա։ Այսինքն այս բոլոր նարատիվները իրանցն է եղել։ Ու հասկանում ես 17 թվին արա մարդը համալսարանում ելույթ է ունեցել։ Լտես ովքեր են իրանք։ Ասում արա մենք անենց անելու ենք, որ հա սա հայ ժողովուրդը դա խոսալու է։ Ու այսօր 26 թիվն է հիմա ասենք, լավ, անցյալ տարի էր նույնը, նախանցյալ էր։ Հա 26 թիվն է, մի ամբողջ ժողովուրդ սկսել է մտածել Ադրբեջանի։ Չեմ ասում լավ ամբողջ ժողովուրդը, բայց մի ահագին մարդ։ Իշխանությունը ու մի ահագին, սա մեր ռոպագանդան։ Այդ ձևով մտածեմ, կարպիս, ու ընտրություններից հետո հայտարարքի լուր ասեմ։ Միջազգային դիտորդական առաքելությունը նոյեմբեր ամսին այս տարի գրածա չհաստատված դրել է հանրակրվե Հայաստանում։ Աշխարհի ընտրությունների ցանկն է, լսի, որտեղ է պարլամենտ ընտրություն, նախագահ ընտրություն, չէ՞։ Հանրակրվե ինչ որ Հայաստանում հանրակրվե է դաս նոյեմբեր։ Այսինքն Նիկոլը ինչ որ մեկին ասել է, որ ուզում է նոյեմբերին անի։ Այսինքն պարլամենտ ընտրություններից հետո, սիրելի հայրենակիցներ, հունիս ամսին, նոյեմբերին հանրակրվե են ուզում անեն, չհաստատված, հրամանագիր տիրնի հանրակրվեի, բանի դե պատած իրանք դատան ասել են։ Այսինքն Ժորժ ջան, մի հատ է պետքա սաղիս բանը, սենց առաջ անեն, էլի գիտեք ինչն են առաջ անում։ Տանեն տեղամասեր, ասեն այլ արա, այդ Ալիևն ինչ էր ասում այդ բանը, այո քվյարկեք Ալիևի ասածը, հա, որ դուք ազգովի սխալվել եք, ու այդ երրորդ հանրապետությունը թաղեք մի հատ այդտեղ։ Հիմա այդ քննարկման մեջ, արա ես չեմ կարող խոսամ սոցիալ-տնտեսական կամ Էլի գիտեք դրա դատաիրավական բարեփոխումներ, էլի խոսամ, բայց ուզում եմ ասեմ Ժորժ տանում են անապատով մեզ մի քայլացնում են, տանում են գնդակահարելու, իմացեք։ Երեք իդեպ դրա մասին գրել եմ։ Գրել ես։ Ինչի մասին, որ ասում այդ Հաջիևը որ ասել է մենք պետք է ինձ անենք, որ իրանք մտածեն, որ մենք սխալ են, ինչ համատեքստում է գրել, դե գիտենք որ Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքությունը հայտարարություններ տարածել, քննադատելով Մարիա Աթոռի ներկայիս դիրքավորումը եւ անուղղակիորեն, միգուցե ուղղակիորեն աջակցելով իշխանությանը, ես մի կողմ էի թողել այդ պատրիարքի կամ պատրիարքարանի հայտարարությունը եւ մեր ուսյալ ինտելեկտուալ շրջանակների դիրքավորմանն է անդրադարձել, որովհետեւ այդ պատրիարքի հայտարարությունը ինչ որ տենց բան է, էլի, անտեսված էր մնացել, տենց հիստերիա դրա ուղղությամբ չէր բացացել, բայց հիմա ռուսների հետ կապված մի հատ տազոց է ալնում, թե մի բան ա լինում, վրաս այդ առաջադիմական շրջանակները սկսում են, չգիտեմ, Կրեմլի հետք որոնել, հիստերիա անել, պաշտպանել մեր ինքնիշխանությունը եւ հիմա այս հարցը էլի տալիս։ Բայց մարդիկ չհասկացան։ Կարպիսը նկատի ունի Պոլսո պատրիարքի հայտարարությունը, որ պետքա սինոդ ստեղծի, որտեղ եկեղեցական ժողովը այլևս այդ հայտարարությունը մտեք կարծես հիմա ասում եմ լավ Թուրքիայում գտնվող պատրիարքան այդպեսի հայտարարություն է տարածել։ Ինչի ձեն չեք անում։ Բայց ինչ որ ռուսների հետ կապված մի բան լինում է, վրաս, չգիտեմ, հիստերիայի մեջ եք ընկնում, վրաս, չգիտեմ, սկսում եք պաշտպանել ինքնիշխանությունը, անկախությունը եւ այսպեսի մի հատ հետաքրքիր եզրակացության է եկել, որ եթե իսկապես, չգիտեմ, միգուցե 1-1 ինչ որ առիթներով Ռուսաստանը հիբրիդային գործիքակազմերով քարոզչական գրոհներ է կազմակերպում իշխանության դեմ, ապա Թուրքիան եւ Ադրբեջանը Հայաստանի դեմ մղվող հիբրիդային պատերազմը արդեն իսկ մոտեցնում են ավարտին։ Եվ մենք ինչի համար եմ սա ասում։ Մենք արդեն սկսել ենք աշխարհին նայել իրենց հայացքով։ Մենք սկսել ենք աշխարհը տեսնել Թուրքիայի եւ Ադրբեջանի հայացքով եւ նայել իրենց հեռադիտակով։
Եվ ինչ նկատի ունեմ, ցեղասպանության, Արցախյան շարժման, հայ-ռուսական հարաբերությունների, հայ-թուրքական հարաբերությունների այդ բաները մենք սկսել ենք դիտարկել իրենց պես, մեր հայացքները մոտեցել են իրար։ Հայկական ավելի սուր են դարձել իրանցից են կանցել ինձ թվում։ Հա, իրանք իսկապես իրանք իրանց մտքով չեր ասի, որ հայ մարդիկ կան, են քննարկեն, ասեն ցեղասպանությունը մենք չենք խելոք մնացել, դրա համար են մեզ կոտորել։ Իսկապես իրանք այդ հիբրիդային պատերազմը մեր դեմ մոտեցնում են ավարտին, իրանք մտել են մեր գլխի մեջ, մտել են մեր դիսկուրսի մեջ ու ամբողջը իրանք են տնօրինում, իրանք են վերահսկում եւ ինչի նորից գալով այդ նախնական թեմային ինչի կրակոց չկա, որովհետև Թուրքիային եւ Ադրբեջանին ձեռնտու է, որ այս իշխանությունը վերընտրվի։ Եթե Թուրքիային եւ Ադրբեջանին կամ իրենց տեսանկյունից հակառակորդ իշխանություն գա իշխանության, միգուցե եւ կրակոցներ նորից լինեն։ Հիմա դուք պետք է հայժողորթելի պետք է մտածի։ Իրանք ինչ են ուզում, ինչ են մտածում։ Կուզեն, որ Հայաստանում իշխանության լինի Թուրքիայի եւ Ադրբեջանի շահերից բխող իշխանություն, թե Թուրքիայի եւ Ադրբեջանի համար անհարմար իշխանություն, ինչը չի նշանակում պատերազմ, էլի, սա էլ է մանիպուլյացիա եւ հիմա էլի հայժողովրդին մի ուրիշ անբարոյական շղթայի մեջ են գցում եւ փորձում են Ղարաբաղյան շարժումը կամ վերջին 30 տարիները ներկայացնել որպես հանուն Ռուսաստանի մղվող պայքար, այսինքն մենք 30 տարի Ղարաբաղում սպասարկել ենք Ռուսաստանի շահերը, երեք տենց մեկի գրառումը կարդացի ու իսկապես այդ մարդը հակա նիկոլական է դիրքավորված, իբրև թե չի սիրում իշխանությանը եւ ես դրա համար եմ էլի ասում մի նայեք մարդը քննադատում է իշխանությունը թե չի քննադատում նայեք իշխանության ռոպագանդիստ է նայեք ինչ է ասում որովհետեւ նիկոլիզմը որպես գաղափարախոսություն դա մտածողության համակարգ է արդեն դարով դու կարաս իշխանությունը չսիրես, կարաս իշխանությունը քննադատես, բայց քո դատողությունները նույնն է լինեն, ինչ որ այս իշխանության դատողություններն են գաղափարներն են եւ այլն։ Ուզում եմ հիշեցնել բոլորին, որ մի քանի տարի է Հայաստանում ու դա սկսվել է ըստ էության դեռևս 23 թվական, 23-ից էլ հետո պաշտոնական մակարդակում Հայաստանում մեր ժողովրդի մոտ ռոպագանդա է իրականացվել, որ ռուսական ռազմաբազան սպառնալիք Հայաստանի համար եւ պետք է այն հանվի։ Ամեն հարթուկից է հնչել, դա պաշտոնական խոսակցություն է եղել։ Հիմա նաեւ Փաշինյանը որոշակի հայտարարություններ ունի դրա մասին։ Հիմա նայեք, երեք Հայաստանի վարչապետը Լեհաստանում է ու հարց են տալ իրան։ Խնդրում եմ լսենք։ Մտածել եք դիմել Ռուսաստանին այդ բազան պակելու հարցով շնորհակալություն։ Մենք որևէ պլան ծրագրեր չունենք եւ մտահոգություններ չունենք կապված ռուսական ռազմաբազայի ներկայության հետ ուստի Մենք գործընկերներ ենք Ռուսաստանի հետ եւ շատ ծեր տնտեսական կապեր ունենք, քաղաքական կապեր ունենք, թեպետ դուք գիտեք, որ մենք ծառայել ենք մասնակցությունը ՀԱՊԿ-ին եւ դա կապված է որոշ իրադարձությունների հետ, որոնք տեղի ունեցան 2022 թվականին, քանի որ Armenia was disappointed. Հայաստանը հիասթափված էր ՀԱՊԿ-ից, քանի որ ունենալով իրավական պարտավորություն ՀԱՊԿ-ը նավոր պատշաճի չարձագանքեց անվտանգության մարտահրավերներին, որոնք կային Հայաստանի համար։ Մյուս կողմից սակայն մենք ասում ենք, որ մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ ներկայումս վերափոխման փուլում են։ Մենք ներկայումս նոր հարաբերություններ ենք ստեղծում Ռուսաստանի հետ, ձևավորում Ռուսաստանի հետ։ Նշանակության մեջ ավելի ուժեղ բանկում։ Զարգացնել մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ, բայց միանշանակ է, որ այդ հարաբերությունները փոխվում են բազմաթիվ գործոնների պատճառով։ Ինչ այլոց։ Շատ կարևոր է ընդգծել, որ 2020 նոյեմբերին Ռուսաստանի եւ Ռուսաստանի նախագահի դերը վճռորոշ եղավ Ադրբեջանի հետ հրադադարի հաստատման հարցում։ Իհարկե, դրանից հետո եղան ստորագրված փաստաթղթի տարամեկնաբանություններ, նոյեմբերի 8-ի փաստաթղթի մասին ասած, ուստի այն դերացվեց հռչակագրի, որը մենք Ադրբեջանի հետ ընդունեցինք Վաշինգտոնում։ Ուրեմն սենց երույթ մոտավորապես Հայաստանում կարող է Հայկ Բաբուխանյանը կամ ելով կա որ շատ պրոռուսական Արտաշես Գեղամյանը, Արտաշես Գեղամյան, հա։ Ժորժ ջան, այս մարդը Նիկոլ Փաշինյանը նայեք, ես չեմ բանանում, էլի։ Էս ինքն է։ Ինչի է ինքը սենց դարձել բան նայս ռուսների հանդեպ։ Այսքան տարի Հայաստանում քարոզվել է հակառուսականություն,
Նաև դրա արդյունքներն են, որ մենք քաղել ենք, թե Ղարաբաղի հետ կապված, թե Լաչինի միջանցքով, սա մի համակարգված բան է գործ արվել ու հումանիզմ թուրքերի դեմ։ Եկել է ընտրությունների բերան, ֆիքսի։ Ընտրություններից առաջ գնում է Ռուսաստանի թիվ 1 թշնամի երկիր է գնացել Լեհաստան։ Ասենք Լեհաստանի համար աշխարհում եթե կա մի հատ թշնամի ազգ երկիր դա Ռուսն է։ Գնացել է այնտեղ, որ էքսպերտներ են հավաքված, բարձր սախ հակառուս են տոտալ, ու նրանց մոտ ասում է այդ բազայի մասին հարց են տվել։ Իրան ոչ մեկ չի խնդրել, ասի ես շնորհակալ եմ Պուտինին, որ կարիվը կանգնացրել է։ Նայ։ Իրան ոչ ոք չի տվել այդ հարցը։ Ինքը մի հատ բազան է ասում, մտահոգություն չունենք, թող բազան մնա։ Հա ոչ մի խնդիր չունենք, բազան թող մնա։ Երկրորդ этаպում ասում է բան, կարող եթե լավ չի լսել Ժորժան, ասում է ես շատ շնորհակալ եմ, որ Ռուսաստանի նախագահը կռիվը կանգնացրեց նոյեմբերի 9-ին փաստաթուղթ ստորագրեցինք, բան սաղ լավ էր, բան, պրոստե փաստաթուղթը լավ չէր։ Տանթերցումներ կար, իսկ ո՞ր էր տանթերցումները։ Հա, տանթերցումներն էր, որ ռուսներն ասում էին, որ պետքա անխոչնդոտ ճանապարհ լինի եւ իրանց հսկողությամբ Հայաստանը դիրի աշխատավորի իրանք հսկեն ճանապարհը։ Ադրբեջանն էլ այդ ժամանակ օքեր, խելոք պետք է գնար գար, որովհետեւ մենք էլ Լաչինով ենք գնում գալիս ու կարող Ղարաբաղը։ Հա։ Հիմա չկա Ղարաբաղը, չկա Լաչինի միջանցքը, չկան ռուսները ու Ադրբեջանը ստացել է այդ ճանապարհը առանց ոչ մեկի։ Փայլուն մեծ փայլուն աշխատանք 150,000 մարդ բան փախստական Հայաստանի թիգունքը բաց Սյունիքը վտանգված դե պարզա Ղարաբաղն էր Սյունիքի Հայաստանի հարավային հատվածի անվտանգային մի ամբողջ մեջքը sense ասած Ղարաբաղը չկա Սյունիքը հիմա ասես տակլոր կանգնած է այդ արհավիրքի առաջ խնդրեմ Սրա հետ կապված տարբեր մեկնաբանություններ կան, ու այդ մեկնաբանությունները շատերը հիմնվում են էլի այդպես ինչ-որ քայքայիչ միֆերի վրա, որովհետև հիմա կլինեն մարդիկ։ Հիմա ով է ռուսամետ կներես։ Կարպիսին ինձ եք չեմ եղադրում։ Տեսակ լսեցիք ես մարդ։ Հենց այդ է։ Ես ու Կարպիսը սկի sense բան չենք ասել։ Սկի մենք չենք sense բան ասել, որ ասենք Դաժե կեցեք բան։ Դաժե ընդդիմությունը սա էլ ասեմ նոր ասեմ, բուն վերլուծության, հա դաժե մեր ընդդիմությունը հիմա ժողովրդի հավանության արժանանալու համար երբեմն քննադատում է Ռուսաստանին, ռուսներին։ Այդ եմ ասում, ամենասուր ընդդիմադիրները Փաշինյանին ասում են, այո, մենք հարցեր ունենք ռուսներին, բան, նրանք պետք է չէ որ բան ուզում են ժողովրդին, բա։ Արդեն այս մարդը հարց ունի։ Բայց մեկնաբանություն կա, որ տեսնում եք, հիմա կասեն, Փաշինյանը ռուսամետ է։ Ի սկզբանե Փաշինյանը Ես ուղղակի ասեմ, դավայ չխաբվեք։ Հա, ի սկզբանե էլ հակառուս չի եղել։ Եվ այս ամեն ինչը Ռուսաստանի պլանն է, այս Ղարաբաղի հանձնումը եւ այլն, տարածաշրջանից գնալը, գալը։ Բայց ես ուզում եմ այդ մեկնաբանությունը տալ, որ այս Փաշինյանի ռետորաբանության փոփոխությունը կապված է աշխարհում Ռուսաստանի վերաբերյալ հռետորաբանության փոփոխության հետ, որովհետև Ռուսաստանի հետ հարաբերությունները փորձում են կարգավորել առանձին, ինչպես Միացյալ Նահանգները դա տեսնում ենք, Մակրոնը հայտարարեց, ասում ուզում եմ այնպես էլ Եվրամիությունը Հայաստանի իշխանության այդ հիվանդ երևակայության հետևանք այդ վերլուծությունը, որ ռուսները Խարկովի տակ ծանր պարտություն են կրել նահանջում են եւ ռուսները հեսա կործանվելու են կյանքի չկոչվեց։ Ապի դու կասկածում ես որ եթե պետք է լինի Նիկոլը մեզ կմցնի միութենական պետության մեջ։ Տաղավարի ասա։ Եթե հանուն իր իշխանությամբ պետք է լինի կմցնի միութենական։ Ես էլ ոչ մի գրամ կասկած չունեմ ժողով։ Նիկոլ Փաշինյանը գաղափարներ, իզմեր, արժեքներ չունեցող մարդ է։ Սա չեմ ասում բավական վատ է, հիմա այդ փաստա, որը հանուն իր իշխանության ամեն ինչի պատրաստ է։ Եվ սա կապված է աշխարհում Ռուսաստանի վերաբերյալ ուժային կենտրոնների վերաբերմունքի փոփոխությամբ եւ Նիկոլ Փաշինյանը հասկանում է, որ Ռուսաստանը աստիճանաբար դառնում է կամ կար եւ ամրապնդվում է հիմա որպես առաջատար տերություն առանց որի կարծիքի, առանց որի դիրքորոշումը հաշվի առնելու հնարավոր չի առաջարժվել եւ դրա համար հռետորաբանությունը մեղմացել է, բայց իդեպ ես դա չեմ քննադատի։ Ես չեմ ասում քննադատի, ես ասում եմ տալի մա փոփոխությունը։ Ես ուրիշ բան կքննադատեմ, եթե այդքանը հասկանում եք, այդքանը անում եք, բա
ինչ եք երկրի ներսում այդ հիստերիան ամեն անգամ բարձրացնում, ինչ եք ուզում Հայաստանում նորից վերընտրվել 2026 թվականի ընտրություններում հակառուսական հողի վրա, իբրև թե պաշտպանում եք Հայաստանի ինքնիշխանությունը, անկախությունը, իբրև թե թույլ չեք տալիս, որ Հայաստանը դառնա ծայրագավառ։ Հիմա էս ինչ էր։ Էս ինչ ծայրագավառ չէ, ուրիշ քեզ բան ասեմ։ Էս նույն պահին Ազատություն ռադիոկայանը հրապարակել են նամակի տեքստ, որ Արադ Միրզոյանը դիմել է Եվրոպական միությանը, արագ արձագանքման խումբ է խնդրել ընտրություններին ընդառաջ հիբրիդային պատերազմի հետ կապված Մոլդովայի փորձի եւ այլն։ Կա հիբրիդային ախպեր ժողովուրդ կարող Արադ Միրզոյանը Թուրքիայի համար է ուզել այդպեսի արագ արձագանքման խումբ։ Չէ, Ռուսաստանի համար։ Թուրքիայի համար չի։ Թուրքիան հիբրիդային պատերազմ չի մտնում։ Չի միջամտում ներքին գործերին ըստ իրանց։ Ես մոտ ուզում եի գրեի սրա մասին, բայց հիմա ստեղ էլ ասեմ, հետո կգրեմ, էլի։ Ամեն հարգանքով, էլի, Արադ Միրզոյանը, որի մոտ ես ժամանակին, որի հետ աշխատել եմ, ինչա այդքան ինքնավստահ, այդքան հաղթական, այդքան ագրեսիվ։ Այդ ինչ ա բերել Հայաստանի համար Մոսկվայից, Բրյուսելից, Վաշինգտոնից։ Ինքն ա բերել։ Փաշինյանն է որոշում։ Ուզում հարցնեմ, էլի, ինչա այդքան ինքը հաղթական կեցվածքով, էլի։ Սաղ տոշնի Պարոն Միրզոյան, մենք իրար հետ աշխատել ենք, իրար լավ ճանաչում ենք։ Սաղ լավ է։ Իրանց մուդը գիտես ոնա տրամադրությունը, որ սաղ լավ է։ Բայց պարոն Ցենտրը Միրզոյանը չես պատկերացնի ինչ ուժեղ հզոր են, գնում են։ Այսինքն չգիտեմ, էլի այդպես հոգեբանական բան կա, որ մարդը սկսում է երկար ինչ-որ մի բանի մասին խոսել, իր ստին սկսում է հավատալ։ Հիմա կարող է Արադ Միրզոյանը սկսել է հավատալ այն ստին, որ ինքը կապ չունի այս ռազմաքաղաքական կապիտուլյացիայի հետ, որ իրենց իշխանությունը բերել է։ Իմ կարծիքով ինքը ամենամեծ մեղավորներից, ամենամեծ հանցագործներից մեկն է Արցախի հայաթափման, չէ՞ որ ինքն էր գրում, որ այս պատերազմը ավարտվելու է նրանով, որ Ադրբեջանը կորցնելու է իր ամբողջ ռազմական հարվածային պոտենցիալը։ Այո։ Ուրիշ գրառում էլ կա որ։ Արծրուն Հովհաննիսյանը Լապանե մամուլի խոսնակն ա եղել ասել։ Մի րոպե, Արծրուն Հովհաննիսյանը ամենայն համեստությամբ ասում էր հաղթելու ենք։ Արադ Միրզոյանը առաջինն է, որ հելավ գրեց ասես հաղթում ենք։ Հա։ Ինքը գրեց հաղթում ենք, Արծրուն Հովհաննիսյանը համեստ տղա, ասում էր հաղթելու ենք։ Ուրիշ ժամանակաձև էր օգտագործում բայական։ Որը դեռ կարանք ապագայում հաղթենք։ Պրինցիպի Արծրուն Իսա հելավ գրեց հաղթում ենք։ Բայց Թուրքիայի մասին Դե բան ինձ հարցնում ես ասում, ինչի՞ է տենց հաղթական մոտ։ Հետո մտածում որ հաղթում։ Ինչի վրա ամոթ չունի։ Մտածում որ հաղթել ենք արդեն։ Հա, ասենք ինչի է տենց ինքնավստահ, ինչա Կապիտուլյացիա հայրագրողների վրա տենց գոռում, ոնց որ ինքը Քիսինջերն է, տենց ինչ որ մեծ փաթեթ է բերել, որ վերջ Հայաստանը տենց լուրջ երկիր է տարածաշրջանում, լավ է ամեն ինչ հաղթել ենք։ Այդ հարցը ուզում եի տալ։ Լսի, բանակցային խմբի մեջ որ ես, ասենք ինչ որ կարճ ժամանակ ինչ որ տեսել եմ, ես գիտեմ որ այն ինչին մենք սաղով չենք համաձայնվել, ինչ որ մի պահի իրանք սաղով համաձայնվել են, դե բարձա ես արդեն ագին ժամանակ գլնդեր չի։ Ուզում եմ հասկանամ էլի ինչ ա փոխվել էլի այդ պահին։ Ինչ ա եղել։ Միակ բանը ես որն է, որ դեմացեն ընտրություններ են։ Որ չկրակեն մի հատ ընտրվենք, հետո ինչ ուզում եք կտանք։ Ռուսաստանի հետ կապված մի բան ասեմ, պարոն Մարոկյան, մեր այս վերլուծող շրջանակները, գրողները շատ միագից են, էլի, այդ ամեն ինչը նկարագրում, սև ու սպիտակ, ռուսամետ, թուրքամետ, ռուսամետ, արամետամետ, այդպես չի։ Ինչ որ մի փուլում իսկապես Հայաստանի իշխանությունը ներքաշվեց աշխարհաքաղաքական խաղերի մեջ, հանդես եկավ որպես հակառուս, դրանից առաջ մարտնչող հակաթուրք, հիշում եք, միջազգային կոալիցիաներ էին ուզում ստեղծել Թուրքիայի դեմ, Ադրբեջանի դեմ, հիշել էին Վիեննայի պաշարված պարիսպները, հետո ինչ որ մի փուլում դարձան հակառուս, այդպես ինչ որ խառը այս ֆրիկների մեջ, խառը աշխարհաքաղաքական խաղերի մեջ մենք նահատակվեցինք։ Եվ տենց պետք չի միագից հասկանալ, որ ինքը, հա, տենց ռուսամետ է, ուրեմն ռուսամետ է, հիմա ռուսամետ է, հակաթուրք է, ուրեմն հակաթուրք է, չէ, բայց իսկապես Հայաստանի իշխանությունների գլխում այդպեսի բան պատտվել է կամ միգուցե դեռևս present continuous պատտվում է ռուսներից ազատվելու Չէ, դե Պարզայյան կասած ընտրությունները վերջի պահն է, որով պետք է ռուսներից ազատվեն։ Ես ասում եմ, ամբողջ Եվրոպայում տենց կարոզում է։ Այս վերլուծությունը ճշգրիտ է, երբ որ ռուսական զորքերը սկսեցին նահանջել, երբ որ եղան ձախողումներ եւ այդ սրընթաց գրոհը չստացվեց,
Ուկրաինայում Հայաստանում սկսեցին մտածել, որ Ռուսաստանը պարտվում է եւ պետքա նավի վրայից թռչել։ Լսի, ու այս պահին ես հյուր ունեմ հաղորդման մեջ։ Էլի Նիկոլնա։ Չէ, մեզ հյուր է եկել։ Արևմտյան Ադրբեջանի փախստականները կվերադառնան իրենց պատմական հողերը։ Հյուրը Ազիզ Ալեքբերլին է, որը Ադրբեջանի պարլամենտի անդամ է եւ մարդը ասում է, որ 30 տարի բաժանումից հետո Արևմտյան Ադրբեջանում մեր տներն ու հողերն են եւ փախստականները նույնպես կվերադառնան իրենց բնորաններ։ Մենք դրանում վստահ ենք։ Դրա համար Արարատ Ես Միրզոյանը ինքնավստահ որ ընտրվի, ես եմ դառնում վստահ, ոչ մի կասկած չունեմ։ Անցած հաղորդման ժամանակ Ամասիայի հարցը քննարկեցինք, որ մարդիկ կային ասում են, «Ահ, պետք է ախպեր, բան մեկ է»։ Հետո գալիս են ասում են, «Ադե գալիս են իրաց գերեզմանները նայում»։ Ասում են, «Գնացեք մեծ Շուշի ձեր գերեզմաններն նայեք։ Գնացեք Ստեփանակերտ, գնացեք»։ Ես այդ պրինցիպ ունեմ, պարմարոք, հա։ Ում հետ որ աշխատում եմ իրան հետո երբ որ համագործակցությունը դադարում է, սկսում չքննադատել, օրինակ Արման Բաբաջանյանին այդպես չեմ քննադատում։ Չնայած իր գործունեությունը իմ համար խորապես շատ տհաճ է։ Արմինե Օհանյանին չեմ քննադատում, օրինակ որ հիմա ես ու դուք իրար հետ վիճենք, Աստված չանի, եւ այլևս ես կաշխատեմ ես չքննադատել հրապարակային, դա ինչ-որ պրինցիպ է, հիմա մարդ ենք, ընկերություն ենք արել, աշխատել ենք։ Ես 5 տարի Արարատ Միրզոյանի անունը չեմ տվել։ Եվ հիմա այդ իմ սկզբունքը ես խախտում եմ, որովհետև ինչ եք անում։ Հայաստանը Արևմտյան Ադրբեջանն է դառնում։ Պրոստը Ադրբեջանցիներին բերում ենք ստեղ։ Ու ինչ-որ հաղթական Հենրի Քիսինջերի դեմքով, ինչ-որ հայ լրագրողների վրա Նարեկի, մյուսի բան, մնաց գալով, բանս ֆրֆրում, ամա հանգստացեք էլի։ Կապիս չգիտեմ, անկեղծ եմ քեզ ասում, չգիտեմ ինչ ասեմ։ Բազմաթիվ առանձնազրույցներ եմ ես ունեցել Արարատի հետ եւ ինչ մտահոգություն ներկայացրել եմ, որ ախպերես իսենց չիլնի սավատաս ասենց 99%-ով ինքը համաձայնվել է իմ հետ։ Տետատետ խոսակցությունների ժամանակ։ Սա առաջ անգամ եմ ասում։ Անկամ հրաժարականից էս առաջ, մոտավորապես մի 40 րոպե իրան ասում էի, թե ինչի։ Հիմա իմ ասածն ինչն է, որ այսինքն այդ տետատետ զրույցներում բաներում իրանք բավականին adekvat մարդիկ են, չէ՞, բավական sense հա բան ճիշտ է բան։ Բայց ամբողջ քաղաքականությունը գնում է նրան, որ ասենք այս մարդիկ անում են այս ինչ-որ այդ բավականին էս են անում։ Բավականին adekvat մարդն է գրել այդ գրառումը կարելի է հիշել, որ սա մի օրվա մոտավորապես եմ ուզում հիշել, այսօրվա Արարատի գրած։ Հա, այսօրվա երեկվա հրապարակ թաթուլներ հրապարակել։ Այսօրվա երեկվա պատրամ չի, սա 100-ամյա պատրաստ է, մեզ ուզում են ջնջել, կրկնել ցեղասպանություն եւ այլն, այսպեսի adekvat վերլուծություն է։ Բա ինչ եղավ։ Չէ, ասած MNA-ն է, ի՞նչն է, ամբողջ աշխարհի տարբեր երկրների ձեռներ, ես ինչ որ sense սիրում են մեր իշխանություններին, sense որ գլխին են ձեր դմես գլխին մեկին սիրում ես, չէ, այսից վիճակ այն որ ապրեք ձեր ցավը տանեն, բան, շատ դժվար էր, այդ դժվարին ուղին եք դուք բռնել, բան, Ժողովուրդ ջան, հա, որ ես հորն ու մորս ուրանամ, հա որ դժվար ուղի է, կյանքը մեզ չեն բռնի այդ ուղին։ Ասենք էտա, բա մի Հայաստան ինչ արի, Հայաստանը ուրանում է իր ծնողներին, Հայաստանը ուրանում է իր ապագան էլ է ուրանում, որովհետև այդ ձևի ինչ ապագա է ունենալու, ասենք։ Հետ ենք գնալու առաջին հանրապետություն, ինչ է եղել առաջին հանրապետության ժամանակ։ Տարածքը եղել է կիսաչ ճանաչված, տարածքում եղել են բազմաթիվ այն ժամանակ ադրբեջանցի էին համարվում, ով է գլուխանում ինչ էին համարվում, եւ անդադար կռիվներ, պահանջներ, բաներ, հետ եք ուզում։ Մոնոէթնիկ ձեր համար ապրում եք ու հիմա դուք գնում եք 100 տարի հետ։ Հասկանում ես, այսինքն գնում եք մի հատ իրավիճակ, մեկ եկես ինչ են ասում։ Հիշում են Սովետը, որը կային ադրբեջանցիներ, բան զում, բան էին բերում ծախում հայատները, բան ասեմ Ադրբեջանի ժամանակ Սովետ կար վերև էլի։ Մոսկվա կար, ընկեր, դուք առանձին երկիր չէիք դու։ Եվ ժողովրդների կեղծ բարեկամություն, Հա, կեղծ։ ասեմ հիմա դու պատկերացնում ես, հիմա որ գան։ Իրանց անվտանգությունով են գալու։ Քու բարեկային ծառայությունը դու զանգես գալու են քեզ բռնեն։ Իրան չեն բռնում։ Չես կարամ ինչ անել։ Այն ժամանակ էլ այտենց հիմա այտենց չափազանցնում են, որ եղբայրական սիրով ապրել են։ Գուղերը ինչքան են իրան կոտորի։ Երեխա գողացել։ Վլադիմիր Մովսիսյանն ինչի համար են ծեծել։ Հիշում եք։ Այդ շատ ուժեղ պատմություն է։ Այն օրը մեր շողերն էր Մաթեոսյան պատմում, ասում որ դամատ մի ամբողջ բան փորձություն էր այդ Վարդենիսի վերևը ճամբարակի վերևի գյուղերը գնալ, այնտեղ թուրքական գյուղեր կային։ Դա պրոբլեմ էր։
Մերոնք հենց գիտեն բան է, էլի, մեղր են բերելու բաժան։ Որ մեկը գիտես ինչն է ինձ արթային ասում կարող, ասում։ Ա ուզում ենք թող բացվի բան, առևտուր անենք, բաց այդ ներվեր ես խանգարում։ Ալա ինչ առևտուր եք ուզում անեք։ Իջեք շուլավ է առևտուր արեք, ախպեր, հենա, սադախտու իջեք առևտուր արեք։ Ինչ եք ուզում առևտուր անեք։ Ժողովրդին Ինչ պետք է ծախեք իրանց վրա, մի հատ կարակ բացատրեք։ մի բան էլ էլի։ Միքն էլա ձեր մրկի ծեժան ամեն ինչն է, սա Ղարաբաղ մնաց։ Նռան, թուզի, ինչի բաներ, այգիները սա ընդ է մնաց։ Ինչ եք դուք ուզում իրանց վրա ծախ։ Այդ հայ ժողովրդին փաթաթած միֆերն են էլի, որ տես 20 տարի իրոք տես փաթաթվել են, բայց հիմա որ ասում են պատրաստ կլինի, նորից գալով այդ թեմային, Ժողովուրդ ջան, պատրաստ ասեմ խի չի լինի։ Օրինակ, եթե հիմա պարոն Մարուկյանը ընտրվի երկրի վարչապետ։ Հիմա սրիկայաբար Ղարաբաղը հանձնված է, պարոն Մարուկյանը հիմա ձև չունենալու չէ, գասի Ղարաբաղը վերադարձնենք։ Ինչի պետք է պատրաստ լինի։ Մեր ամբողջ թեզերը նրա մասին է, որ այս Հայաստանը պահենք բրգենք։ Հիմա պարոն Մարուկյանը որ ընտրվի վարչապետ, կամ արտգործնախարար, կամ չգիտեմ, գնալու է, փորձելու է, կամ որևէ մեկը լավ, մեզ չասենք։ Չասենք թե մեր մասին։ Հա, գնալու է փորձի շտկել իրավիճակը։ Ոսկի չգիտեմ, թրիփում 26% է, դարձնի 27%։ Ադրբեջանը ամեն օր նվաստացնում է մեր արժանապատվությունը, մտածես լավ, Ալիև մտ հանգստացի։ Նա ուրիշ մարդ էր, նրան հարբած ծաղրացու ես ասել։ Բայց իմ մոտ մի ասա, որովհետև մեր երկրի վարչապետն է եղել, բայց ես ուրիշ մարդ եմ, իմը տենց չխոսաս։ Բայց նաև էդ էլի, մենք Նիկոլ Փաշինյանի պես չենք, էլի։ Ես հիմա որ միջազգային որևէ հարթակում լինեմ, թույլ չեմ տա լավ թե վատ իմ երկրի վարչապետի մասին տենց խոսան, բայց մենք հիմա էլ որևէ վիրավորական բան չենք։ Պետք է բանը փորձել շտկել իրավիճակը, լավացնել, ցույց տալ Ադրբեջանին, որ Հայաստանում կա իշխանություն, որը պատրաստ է պաշտպանել երկիրը։ Հիմա Հայաստանում կա մի իշխանություն, որը ամբողջ աշխարհին ցույց է տալիս, որ ինքը պատրաստ չի պաշտպանել երկիրը։ Եվ եթե հիմա Ալիևը տեսնի, որ Հայաստանում կողով մարդիկ են իշխանության, կողը մտածի, կապը չի կրակել։ Եղբայր։ Որովհետև եկեք խոստովանենք, բազմաթիվ մեխանիզմներ կան, ժողովուրդ ջան, ես որ կամ մի ուրիշ բան ասեմ, այդ պատերազմ։ Հիմա ես մի հատ ինֆորմացիա շահաճած բոլորն արդեն գիտեն։ Մայիսի 28-ին պատասխանում են մեծ շքերթ անել, ռազմական շքերթ։ Մեծ։ Դրա նախապատրաստությունն է հիմա գնում ընտրությունների քաղաքաշարի հետ այլի կապված։ Որ ասեն, ահա, նայեք, ինչ զենքեր, բան շուտ զենքեր ցույց տան, բան։ Հա, ու հիմա ասենք շքերթ, որ երկրներն են անում կարպիս, հաղթական։ Ինչն են հաղթել, որտեղ այդ շքերթը ինչի մասին է։ Ես գիտեք ինչ եմ ուզում հիշել։ Սա հիշում եմ միտքս ուզում ամբողջ շարունակել։ Երբ որ եղավ ապրիլյան պատերազմը, դրանից հետո պլանավորվում էր ռազմական շքերթ։ Եվ Հայաստանի այդ պսևդո առաջադեմ շրջանակները, հատկապես քաղաքասարակությունից, ասում էին պարտված բանակի շքերթը որը սա, իբրև թե ապրիլյան պատերազմում դե տարածք էին կորցրել, այդ 400 հեկտարը սարքել էին դրոշակ։ Բա հիմա ռազմաքաղաքական կապիտուլյացիայից հետո էլ ինչ շքերթ։ Բայց գալով Ադրբեջանի թեմային, ժողովուրդ, Ալիևը Ալեքսանդր Մակեդոնացին չի։ Հա, էլի շիները գեսիմում ասում։ Նահապալյանը չի, Ադրբեջանը բարդ դրության մեջ է։ Ալիևի ընտանիքի հետ կապված ադրբեջանցի հետաքննող լրագրողները, հատկապես Ադրբեջանից արտաքսված ամեն օր հետաքննություններ են բացահայտում։ Ալիևը այնքան կոմպլեքսավորված վիճակում է հիմա, որ Վաշինգտոնում իր ախրանիկները մարդկանց են ծեծում։ Եվ հասկացեք, Ալիևը Նապոլեոնը չի։ Ինչից եք վախում։ Այդ ինչ եղավ ձեզ, որ տենց վախում եք։ Եթե ինչի առաջ չեք վախում։ Կարծիքով ոչ թե ժողովուրդը տենց վախեցած, այլ իշխանությունն է տենց ներկայացնում կարպիս։ Իշխանությունն է այդ այդ սարսափը տարածում։ Շանտաժ անում ինքը իր ժողովրդին։ Ինքը իր ժողովրդին սպառնում է պատերազմով Ալիևի։ Հասկանում ես, այդ իշխանությունն է անում։ Իմ իրարից Նիկոլ Փաշինյանը ուրիշ բան էլ ասում է Լեհաստան։ Մեզ էլ ասեմ ու հաղորդումն ամփոփենք։ Ասում է դե ես հայտարարեցի որ Ղարաբաղի շարժումը մենք էլ չենք շարունակելու։ Իբր իրանից ինչ որ մեկը ուզում է Ղարաբաղի շարժումը շարունակելնի։ Հետո դա կեղծիկ Ժորժ ջան, ոչ մեկ չի ասում։ Այ դե կորցանել ես էլ, մենք ոնց շարունակենք։ Կորցանել ես։ Ասում է, ու ասեցի, եթե ժողովուրդ դուք համաձայն չեք իմ հետ, հելեք ինձ գահանկեց արեք, overthrow արեք։ Գահանկեց արեք, ասում է։ Դու անգլերեն խոսացի, անգլերենից եմ ասում, եւ տենց այդ լեհ փորձագետները ոնց էս նայում, ասում են, դե աշխարհում ոչ մի վարչապետ ասում, ասես բան չէր ասի, ես ասի։ Ու դե չի ասեմ, էլի որ ասենք այնտեղ խոսքի TikTok-ում կնոջը ինչ որ վիրավորանքներ գելու մարդ կալանավորել է ինքը, էլի։ Ճոգում ես ասենք, Պոլ Շամետի չի ասում։
որ այդ նույն մարդը, որ ժողովրդին ասա հելեք, նենց ժողովրդավարական երկիր է, ինքս ժողովուրդ ասա ժողովուրդ հելեք ինձ հանեք, ժողովուրդ չի հելնեմ։ Մի մարդ ասեմ, որ ասենք Միքայել Սրբազանը նստածն մենի բանտարկում TikTok-ի ասենք գրառման համար 55-ը կինա կալանավորվել։ Այսինքն ինքը տենց դիքավորում է որպես խիզախ առաջնորդ։ Նայ։ Այսինքն ամեն ինչ կործանելուց հետո տենց խիզախլամի շլնելը տենց մեծ նվաճում է։ Գիտեք, պատմության ընթացքում ես ինչ եմ մտածում, ասենք ոսկի ես պարադներ եմ հիշում, ասենք Վազգեն Սարգսյանն է պարադը դիմավորում, էլի պարադ չէ, որ Զգաս, որ խոսքի, այն խոսքի ու ասենք պետք է ասեմ խոսքի դեղ Նիկոլն է կանած, ասես դեմքով։ Հեկը քիշենք 2000 Միրզոյանը, ասես Արմեն Գրիգորյանը, ասես դեմքերով, ոնց ասես զորքեր է գալի անցնում են։ Մայիսի 28-ին սպասեք Ժորժ ջան։ 2012 թվականի պարադը չկասես բանը։ Հիշենք եւ հիշենք թե ինչ էին ապրել են պատերազմից հետո, ասում ապրել են պատերազմից հետո շքեր տեղավ, չէ՞։ Եվ ես այդ բանալի պաշտպանողներից մեկն էի, որ ասում է, արա նույնիսկ պարտված բանակին պետք է մենք Երևանում սիրով դիմավորենք, դա մեր բանակն է։ Ես տենց այդ միտքը ասել եմ, այդ գրառումը լավ է սա միջև մակա, բայց հիմա ինչի համար է պարադան։ Մի կոնկրետ գիտենք Շքերթանմա Քարոզարշավի համար։ Շքերթանմա Քարոզարշավի համար։ Եվ էլի նորից եմ ասում, Ալիևը անդադ ասում Թոմասնիցեր գլուխների մեջ Ալիևը Նապոլեոնը չի։ Ալիևը ունի խնդիրներ, հիմա որ իշխանությունը փոխվի, Ալիևը միանգամից չգիտեմ, իրացիոնալ հոգեկան հիվանդել չի։ Ինչպես որ Միքայել Սրբազանը բանակի տոնի օր ասավ, ես չեմ շնորհավորում բանակի տոնը։ Ինչպես այդ պատմությունը։ Դու էիր հարցազրույցում, թե ով էր։ Ոնց որ թե իմ հետ էր, թե իմ մոտ էլ այդպես բաներ։ Որ ասես մի բանակ, որ բինոկլով հետևել է, ոնց են իր եղբայրներին կոտորում բան Ղարաբաղը, ես այդ բանակի տոնը չեմ շնորհավորում։ Դե Միքայել Սրբազանը այդպես բան ասելու իրավունք ունի, որտեվ ինքը լինելով Վարշավական հոգևորական, հայ առաքելական եկեղեցու առաջնորդներից հստակ էթիկական պատասխանատվություն ունի։ Որտեղ մենք եկեք խոստովանենք, որ բարոյական տեսանկյունից, չգիտեմ, կանալիզացիայի մենք։ Ասենք չգիտեմ, անդունդ ենք մենք, Սա կանալիզացիան է, չէ՞։ Վերջն է արդեն։ Որտեղ չգիտեմ, նենց բաներ են խոսում, նենց բաներ են ասում, որ ասենք մարդու երբեք չեմ մտածել, որ կարելի է այդպես բանին, չգիտեմ, արձագանքել, ինչ որ նորմալ։ Կարող է հաղորդում վերնագրենք կանալիզացիա։ Այդպես վատ։ Եվ դա ճիշտ է ասում Միքայել Աջապյան, ճիշտ է ասում։ Սիրելի այնակիցներ, ջղային հաղորդումներ, ես ուզում եմ ընդունենք այս բանը։ Իրականում այնքան շանտաժ արեցին մեզ խաղաղության թեմայով, որ մենք ստիպված եղանք խոսել, թե իրականում ինչ է խաղաղությունը, ու մի բան չասեցինք, եթե ասեմ, որ Ժորժ ջան, խաղաղությունը դա անվտանգային երաշխիքներն են։ Հայաստանը ոչ մի միլիգրամ կամ չափմանիշ միավոր կա, ոչ մի դեցիմետր անվտանգային երաշխիքներ չի ստացել։ Այսքանը իմացեք, որ չկա անվտանգային ոչ մի երաշխիք։ Բայց ամեն դեպքում հունիսի 7-ի ընտրությունների ժամանակ դուք հնարավորություններ եք ունենալու փոխել այդ վիճակը։ Դրա մասին կխոսենք հաջորդ թիվ։ Եվ վախենալով կրակոցից դուք թույլ եք տալիս, որ Հայաստանը նվաճեն կեղծ խաղաղության փափուկ ուժով, մտնելով մեր գանգուղեղի մեջ, կառավարելով մեր գործողությունները։ Եվ հիմա իրանք այդ հիբրիդային պատերազմը այդ process-ն դեմ մոտեցնում են ավարտին, որտեղ իրանք մեր իսկապես մեր գանգուղեղի մեջ նստած են եւ մենք անդադ ոնց որ Ադրբեջանի խոսույթին արձագանք ենք։ Մենք սկսել ենք Հայաստանի մասին մտածել ադրբեջանցիների պես։ Եվ դա խնդիր է։ Դա անվտանգային խնդիր է շատ դուրս, ավելի մեծ խնդիր է, քան թե կրակոցը։ Լավ մնացեք, սիրելի հայրենակիցներ, տարածեք տեսանյութը, բազմապատկեք այս տեղեկատվական էֆեկտը եւ միացեք մեր ալիքներին։ Աստված պահպան Հայաստանի Հանրապետությանը։